Հարցս ուղղում եմ երկու նախագահներին, ինչպես կմեկնաբանեք օրեր առաջ Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության, այդ երկրի արտգործնախարարության եւ մի շարք այլ գերատեսչությունների հայտարարություններն այն մասին, որ իրենք կոչնչացնեն բոլոր ակտիվները, որոնք կփորձեն վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Նշեմ, որ այդ հայտարարություններն արվել են նկատի ունենալով Երևան-Ստեփանակերտ քաղաքական ճյուղերների սպասվելիք վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտի ծառայությունից, այստեղ որևէ կասկած լինել չի կարող։ Կասկած լինել չի կարող նաև, որ ինչպես Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, այնպես էլ Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այս խնդիրը համաձայնացնեն պատկան մարմինների հետ։ Եվ վստահ եմ, որ այս գործընթացը ունենալու է իր դրական ավարտը։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա այդպիսի հայտարարություններ աշխարհի նորօրյա պատմության մեջ եղել են եւ քիչ չեն եղել։ Բայց այստեղ մի բայց կա։ Այդ հայտարարությունները միշտ հնչել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Որևէ պետության կողմից այդպիսի հայտարարություն չի հնչել։ Պետության կողմից այդպիսի հայտարարություն հնչեցնելը մարազմ է, հիվանդ ելույթներ են, ժամանակավրեպ անցած բաներ են։ Ինչ է նշանակում պետությունն ասում է, որ ես կոչնչացնեմ քաղաքացիական ինքնաթիռ։ Այս հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա, բայց ես կարող եմ անել իմ հայտարարությունը։ Այդ ավիաթռիչքի առաջին ուղևորը ես եմ լինելու։ Ես Հայաստանի Հանրապետության նախագահս։